Ողջույն, իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպե՞ս եք, ոնց է ձեր տրամադրությունը, ինչով եք զբաղված, ես շատ լավ եմ սիրելի հետևորդներ, տրամադրությունս նորմալ է, ամեն ինչ շատ լավ է, այսօր մեր մարտի վերջի օրն է, 31-ը, պրծնում է մարտը, գալիս է ապրիլը, վաղը ըստ մեր Հայաստանի նշված բանով, օրենքով եմ ասում, ապրիլի 1-ը համարվում է հումորի օր, որոնք մենք նաև օգտագործում ասում ենք բան, խաբելու օրն է, սիրելի հետևորդներ, հիմա մտածում եմ ինչ լավ բան կարող եմ խաբել վաղը ձեզ, ընդհանրապես ես այսպիսի բնավորություն ունեմ, մի հատ այնպիսի բան կմտածեմ ու պահի տակ կխաբեմ, որ իրոք դա հավատում են ու սենց գնում են բաների մեջ, պատկերացրեք ու այնքան լուրջ եմ դրան մոտենում ու սենց լուրջ ու մինչև առավոտը խաբում եմ ու մինչև իրիկուն ես նույն ձևով, նույն դիրքով, որ տվյալ մարդը հավատում է, որ դա այդպես է, սիրելի հետևորդներ, հիմա տենամ վաղ առավոտը օրս ոնց եմ սկսում, ոնց եմ խաբում, դա հետաքրքիր բան է, օրինակ ես շատ եմ սիրում ապրիլի 1-ը, հումորային է, էլի մարդիկ մի օր ոնցով սենց լիցքա թափվում են, էլի, համ հումորն է տեղը լինում, համ ուրախ ժամանակ ենք անցկացնում։ Ապրիլն էլ մոտենում է, ու հեսա արագորեն տեսեք, թե ինչպես ենք հասնում ամառ։ Այնպես արագ են գնում օրերն ու ժամանակը, որ չես հասցնում, որ օրդ լիարժեք անցկացնես, մեկը տենում ես, վայ օրը վերջացավ ու դու դեռ ոչ մի բան չես արել ու բնականաբար դա մեր կյանքից է գնում, բայց դա կյանքի օրենքը այդպիսինն է, սիրելի հետևորդներ։ Շնորհակալ եմ իմ շատ սիրելի հետևորդներ ձեզանից, շատ, անչափ շնորհակալ եմ, շատ ուշադիր եք ամեն մանրուքին, շատ։ Կան հետևորդներ, որ իմ հեռախոսի համարն են փնտրում տարբեր միջոցներով, գտնում իմ հետ կապ հաստատում և ուզում են շփվել ինձ հետ, կան որ զանգում են հատուկ շնորհակալություն հայտնելու, որ բաղադրատոմսերը փորձել են և շատ լավ է ստացվել, կան հետևորդներ, որ ինձ նվերներ են ուղարկում, անչափ շնորհակալ եմ, շատ հետևորդներ կա, որ դեղորայք են առաջարկում, որ ես ասում եմ միգրենս ցավում է գլուխս, լավ չեն, դեղորայք են ինձ առաջարկում, օգնում են դեղորայքով և շատ շնորհակալ եմ իմ շատ սիրելի հետևորդներ, անչափ շնորհակալ եմ։ Հիմա ինչ եմ ուզում այսօր պատրաստել, սիրելի հետևորդներ, ուզում եմ պատրաստել գավառի փախլավա, բայց ըստ իմ բաղադրատոմսի։ Ինչու իմ բաղադրատոմսի, որովհետև գրեթե մեծամասնությունը լրիվ իմ հորինած բաղադրիչներն են մեջը գնում, սիրելի հետևորդներ, շատ համեղ է ստացվում, շատ լավ փախլավա է լինում, հեսա կպատրաստեմ ու կտեսնեք, թե ինչ հետաքրքիր պրոցես է տեղի ունենում։ Ինչ եմ անելու փախլավա ստանալու համար։ Ուրեմն, օգտագործելու եմ խմորի մեջ 5 ձու, սիրելի հետևորդներ, 5 ձու, մի քանի շերտանի փախլավա է լինելու, 10 շերտանի, բայց ինքը այնքան էլ չի, որ մեծ փախլավա է, պատկերացրեք շերտերն այնքան բարակ է լինում, որ ինքը ընդամենը այս ձևի բարձրություն է ունենում, 10 շերտանի փախլավան։ 5 ձուն կոտրում եմ, ուրեմն, ավելացնում եմ մեկ այսպիսի ճաշի գթալ շաքարավազ, ավելացնում եմ կես բանկա թթվասեր, կես բանկա թթվասեր, 100 գրամ կարագ, սենց մանր կտրում եմ, որ արագորեն տարածվի, կարա ինքը լինի սենյակային ջերմաստիճանի կարագը, որովհետև եթե լինի շատ սառը վիճակով, հետը լավ չի հարվի և խմորի մեջ գնդիկներ կմնան։ Այսպես կտրատում եմ մեջը և
ավելացնելու եմ դրոշ 2 հատ այ այսպիսի գթալ 2.5 անենք, թող մի քիչ բաժուկ լինի 2.5 գթալ դրոշ ավելացնում եմ եւ հեսա միացնելու եմ որպեսզի հարվի միացնում եմ բարձր սկորոստով որպեսզի հարվի մինչ հարվի ես մոտենամ եւ ցույց տամ թե ինչպես եմ պատրաստում կաթը վերցնում եմ 200 գրամ կաթ եւ ավելացնելու եմ կաթի մեջ 1 ճաշի գթալ շաքարավազ եւ այսպես կես թեյի գթալ աղ կաթն ու աղը եւ շաքարավազը այսպես միած խառնում եմ ու դնում եմ կրակի վրա տաքանա որպեսզի լինի գոլից տաք վիճակ Հիմա անջատում եմ, լավ, իջացնեմ, ներքև անջատում եմ եւ ավելացնելու եմ կաթը արդեն իսկ տաքացրած եւ միացնելու եմ թույլ, որպեսզի այն կաթը սկսի հետը խառնել մի քիչ հեսա խառնի, ավելացնեմ ալյուրը արդեն կաթն էլ խառնվավ, ինչ եմ անում Սիրելի հետևորդներ, փոխում եմ նասատկեն, որովհետև այս նասատկեն նախատեսված է ջրիկ մասայի համար, իսկ հեսա մենք ստանալու ենք պինդ խմոր եւ պինդ խմորի համար ինձ պետք է գալու այս տեսակի նասատկան։ Հիմա ավելացնեմ ալյուրը ես լցնում եմ աշկաչափով, երբ որ տեսնում եմ, որ լինում է պինդ խմոր արդեն, նորմալ պինդ խմոր թե չէ տենց չափով երբեք չեմ լցրել, միշտ աշկաչափով եմ անում պետք է ստանանք պինդ խմոր որ գրտնակվի այդ տեսակի խմոր հիմա տեսնենք թե այդքան ավելացրած ալյուրը ինչ խտություն է տալիս ալյուր ենք ավելացնելու թե ոչ բայց ինձ թվում է, որ էլի ալյուրա պետք գալու։ Ավելացել եմ 2 հատ այս ձևի ամանով ալյուր եմ լցրել, բայց ինձ թվում է, որ ես էլի ալյուր եմ ավելացնելու։ Ավելացնում եմ եւս մեկ այսպիսի աման։ Ինձ թվում է, որ ոնց որ բավական է արդեն էլի նորմալ խմոր կստանանք, բայց թող մի հատ հավաքի վերջնական նոր հասկանամ։ Խմորը վերջացրեցի, հիմա տեսեք թե ինչ տեսակի խմոր ենք ստացել։ Մի հատ էլ հանում ենք ամանից ու այսպես ձեռքով լավ տրորում ենք։ Ավելի էլաստիկանում է։ Տեսեք, այս ձևի, այս պնդության խմոր պետք է ստանաք, այս է սպինդ։ Հեսա բաժանելու եմ գնդերի, որպեսզի բոլոր շերտերն համաչափ լինեն։ Սկսեմ բաժանել, ուրեմն ինչ եմ անում, 2 հատ մեծ չափի եմ կտրում, մեկը տակը փռելու համար, մյուսը երեսի շերտը փակելու համար։ 2 հատը կտրելու եմ 300 գրամով։ Այս 2 հատ մեծ գունդը ընտեմ։ Հիմա փոքր գնդերն եմ կտրելու 200 գրամով։ Տեսնենք քանի գունդ պետք է դուրս գա, բայց ես ընդհանրապես որ անում եմ լինում է 10 շերտանի։ Եթե մի քիչ խմորը դես ու դեն լինի, ոչ մի խնդիր։ Վերջ, 2, 4, 6, 8, այն էլ 10։ Տեսեք, որ եկավ ու լրիվ չոտկի դուրս եկավ քանակությունը։
10 հատ գունդ է լինում, որից 8 հատիկը լինում է փոքր, 2 հատիկը մեծ, տակի եւ երեսի համար։ Ինքը շատ փափուկ ու էլաստիկ խմոր է, հեսա գնդեմ, դնեմ մի 5 րոպե մինչև որ հանգստանա, արդեն սկսեմ պատրաստել միջուկը, թե ոնց եմ ես անում, ինձ ձև եմ պոպոկը սարքում, հեսա սարքեմ ու ցույց տամ ձեզ միջուկը։ Ինքը ճիշտ է, մի քիչ երկարա թե պրոցես է, բայց թե արդյունքը շատ լավն է լինում։ Այ այսպես ծածկում ենք ցելոֆանով եւ թողնել ենք 5-ից 10 րոպե, որպեսզի հանգստանա եւ հեշտ է բացվի գռտնակով։ Սիրելի հետևորդներ, վերցրել եմ պոպոկը, գնալու է 750 գրամ պոպոկ։ Նախորդ այսպիսի մանր պոպոկ եմ վերցրել, որովհետեւ ջարդելու եմ եւ կարիքը չկա խոշոր պոպոկի։ Այսպես։ Ես ընդհանրապես ընկույզը չեմ բլենդերում, սիրելի հետևորդներ, եթե բլենդերում եմ փախլավայի մեջ, այսինքն ինքը չի երևում փախլավայի մեջ։ Ես միշտ թողնում եմ խոշոր, գռտնակով եմ սենց ջարդում, որպեսզի ինքը խոշոր գնդիկներ ունենա, ուտելուց ընկույզը անպայման երևա։ Այսպես նայեք, գռտնակով այնքան որ դες մի հատ անցնում եմ իրան մանրացնելու համար։ Տեսնում եք ինչքան շատ ընկույզ է գնում փախլավայի համար։ Շերտերը պետք է լինեն լիքը, որ համտա։ Ես եթե ընկույզ չեմ ունենում փախլավա պատրաստելու համար, երբեք պիստաշկայով չեմ պատրաստում։ Լավը չի լինում պիստաշկայի համը փախլավայի մեջ։ Եթե փախլավա, ապա միայն ընկույզով։ Միայն այսպես լավ էլ ընկույզը յուղոտա գռտնակին է քսվում, երևի այսպես խոշորությունը լավ է, կարիքը չկա շատ մանր ել, բայց դե նորմալ։ Այսպես մանրացրեցի ընկույզը, լցնեմ ամանի մեջ ու հեսա լցնեմ շաքարավազը։ Այսպես, հիմա ինչ եմ անելու, շաքարավազ եմ ավելացնելու մասային, 600 գրամ շաքարավազ։ Եվ այսպես անուշ լինի վանելին։ Ու սկսում եմ խառնել։ Տեսեք, ես դարչին բան չեմ ավելացնում, ընդհանրապես առանց դարչինի ավելի համով է լինում, ըստ իմ տարբերակի։ Դուք կարող եք դարչին ավելացնել ոնց ուզում եք, բայց ես չեմ անում։ Այսպես խառնում եմ եւ մեր միջուկը պատրաստ է, հեսա շերտ առ շերտ միջուկելու եմ։ Իսկ հիմա հալում եմ կարագը 900 գրամ։ 900 գրամ կարագը հալում եմ, որպեսզի լինի լավ մասսա, սենց հալվի ինքը լինի ջրիկ, որովհետև ամեն շերտը փռելուց ես անպայման կարագապատում եմ։ Հիմա դնեմ թող հալվի, այս արդեն որ պատրաստ եմ, պրոցեսը ավելի պարզ կլինի։ Տեսեք, հալել եմ կարագը, այսպես, սիրուն։ Դրել եմ օգտագործման, ինչը որ պետք է օգտագործեմ պատառաքաղ եւ կարագ սրունը եւ միջուկը, որ պատրաստել եմ, հիմա ոնց եմ անելու, սիրելի հետևորդներ։ Բացում եմ մեծ գունդը, որ արել էի 2 հատիկ։ Սիրուն անելու ենք ու փռենք տակը։
մի քիչ ջանջալ process է, բայց ես մեծ հաճույքով եմ անում, որովհետև փախլավան վերջն է լինում ու կարելի է չարչարվել, թեկուզ ոչինչ մի քիչ, բայց զարմացնել և գոհացնել ձեր հյուրերին։ Լավ էլ հեշտ է բացվում։ Ստի ուշ չես գործադրում և իրան բացվում է։ Այս ես բացում եմ, ես ինչ եմ անում սիրելի հետևորդներ, լավաշի նման մի հատ չորտմա եմ անում, նոր եմ պռում։ Այսպես վերցնում եմ, տենամ, որ երկու հատ անում եմ, ինքը սկսում է մեծանալ։ Ես եմ սիրուն, պռում եմ սինիի տակ, որ ամբողջ սինիով մեկ լինի։ Լրիվ ինքնը, լրիվ, ինչ ենք անում, այսպես, փռեցի ամբողջ սինիով մեկ, հիմա ես լցնում եմ կարագը, տեսեք, սկսում եմ սենց տարածել, որ բոլոր տեղերում էլ կարագը կսվի, շերտերը լինեն փափուկ և լավ ստացված։ Այսենց սիրուն, նայեք, առաջի շերտը, երբ որ ես անում եմ սիրուն, սենց կարագ հապատում եմ, առաջի շերտը ես ընկույզ չեմ լցնում, թողնում եմ հենց ինքը շերտը ու հեսա ավելացնելու եմ վրեն դատարկ շերտ սիրելի հետևորդներ, սկիզբը ես չեմ անում, որովհետև եթե անենք, ինքը քաղցրությունը պոպոկը կծակի խմորը և կլցվի ամբողջությամբ սինիի մեջ և չես կարողանա կտրել փախլավան։ Առաջի շերտը արեցի, հիմա վերցնում եմ փոքր գունդը և սկսելու եմ բացել։ Հիմա կասեք են չորտման են ոնց արեց, հիմա մենք ոնց անենք, պարտադիր չի, ինքան որ կարող եք մեծ բացել, իրան քաշել, դզել, ուղղել, ուղղակի ես սովոր եմ չորտմային, չորտման կարող են Արտաշատի կողմերի ժողովուրդը անել, բոլոր այն կողմի ժողովուրդը սովոր են չորտման անելուն, լավաշ թխելուն, այսպես դա լավաշի բացելու եղանակներ էլի չորտման, ու շատ լավ բացվում է, ես լավաշինը օգտագործում եմ նաև փախլավայի մեջ, երկուսը մեկում եմ անում, այսքանը լրիվ հերիք է և հեսա անեմ չորտման, այնքան որ հասկանամ, որ արդեն կարամ, ու վերջ, եթե պատրվում արտակի շերտը, ոչ մի խնդիր չի լինի, սիրելի ոչ մի խնդիր, որովհետև դու կարողանում ես այսպես իրան քաշել և բերել, կպցնել, բացի այդ պատրվածքը չի խանգարում։ Այսպես բոլոր ուղղությունները կպցնում ենք։ Տեսեք, թակում ենք բոլոր տեղերը, որ հեսա ընկույզը շախտամ, մեջից չգա դուրս գա, այսենց հակելով գալիս ենք, հասնում ենք վերջը, համոզվում ենք, որ փակվել է և ինչ եմ անում, պատառաքաղով ծակծկում եմ։ Պատառաքաղով այսպես ծակծկում եմ, նայեք ու ձեռքեր, անպայման, ձեռքերով, ամուր, այսենց պինդ սեղմում ենք, որպեսզի շերտը շերտին կպնի և այսպես փուչի, եթե թույլ թողես, այսպես փուչի կա տալու իրարից պոկվի շերտերը, աշխատում ենք, այսպես ձեռքերով ամեն մի դրած շերտը, այսպես ձեռքերով ամուր սեղմում ենք, այսենց, ու լցնում եմ կարագը, տեսեք, 2.5 շերեփ գնում ամեն մի շերտին, ու սկսում եմ նորից հենց կարագը տարածել,
բոլոր անկյուններով սիրուն գնաց ու հեսա սկսելու եմ միջուկել։ Տեսեք ինչ լիքն է, սիրուն կարագը։ Բահամը որ ուտեք։ Պատկերացրեք, որ ես աշխատում էի կիսաբանը այսպես food court-ում, աշխատում էի, պատրաստում էի փախլավա եւ մի օր չտեված ամբողջական փախլավան վերջանում էր։ Պատկերացրեք, ես փախլավան կիլոգրամով կարող եմ ասել, գալիս էր մոտավորապես 5.5 կիլոյա կանգնում մի ամբողջական փախլավան, վաճառում էինք 5000 դրամով կիլոգրամը, պատկերացրեք, եւ դաչնի սեզոնին այն ձև էին առնում Երևանի մարդիկ, որ կմնայր ապշած ու հատուկ փախլավայի համար Երևանից գալիս էին, պատվիրում էին ու իրանց հետ տանում էին։ Հիմա նայեք, կարագը այսպես արեցի, պեսոկ այսպես պոմպույզի հետ միասին շաղ եմ տալիս, բոլոր տեղերով։ Տեսակ չէ, առաջի շերտին չեմ արել, սիրելի հետևորդներ, դա անպայման կպահեք դա շատ կարևոր բան է, թե չի ստացվի ձեր փախլավան եւ կլցնի ամբողջությամբ սիմի տակը։ Տեսեք, այսպես բոլոր ուղղություններով տարածեցինք եւ նորից կատարում եմ էլի հաջորդը նույն process-ը, էլի փոքր գունդը, նույն ձևով դնելու եմ կպցնեմ, նույն ձևով կարագապատեմ, հասնեմ մինչեւ վերջի շերտը։ Հեսա դնեմ սիրուն։ Այդպես աստիճանաբար հավաքվում է մեր հրաշք փախլավան։ Այսպես անում ենք հաջորդ շերտը, այսպես նայեք լավաշի նման, այսպես շերտերը սիրուն բերինք, սկզբից այս ներքևի հատվածում մի հատ այս տոշկա եք տալի կպցնում եք, որպեսզի տեղաշարժ չլինի, հետո գալիս են գլխի հատվածները, տեսեք արդեն ինչքան բանով բացում են, որ ամբողջ ժառով չէ, ժառովնյայով մեկ է, ոչ ավել, ոչ պակաս։ Կողքեր այսենց լավ փակում ենք, այսպես, մի հատ մատերով անցնում ենք, ու նորից պատարակաղով ծակծկում ենք, ու ձեռքով նորից նույն ձևով, այսենց ամրացում, այսենց, այնքան որ տեսնեք, որ նայեք, ընկույզի շերտերը վրան երևում են, այսենց, այդ ձեր պետք է իրան տափակացնել։ Ու նոր սկսում ենք կարագապատել։ Հայք, ձանձրալի պրոցես է, թե չէ։ Չէ։ Լավն է, չէ։ Դիրա։ Հիմա։ Բայց դե ահագին ժամանակ է տանում, Հայք։ Պատկերացրու, ինչքան մանրակրկիտ աշխատանք ես անում, ամեն մի շերտը հատիկ առ հատիկ այսպես դնում ու հավաքում ես, բայց դե վերջի արդյունքը կարևորը համատեղնալն է։ Այո։ Եկուս կփորձենք։ Այսպես։ Նորից լցրեցինք։ Չկա։ Պատկերացնում եք այդքան շերտը այսենց միջուկած, ինչքան լավ է պետք է լինի։ Ու այսպես անելու եմ մինչև վերջի շերտը, սիրելի հետևորդներ։ Ահա մոտեցանք նախավերջի շերտին, սիրելի հետևորդներ, ինչ եմ անելու։ Ոնց արեցի առաջի շերտը, առանց ընկույզի հավաքեցի, նույնն էլ անում ենք վերջի շերտը։ Վերջի շերտի վրա չենք լցնելու միջուկը։ Տեսեք։ Վերջի շերտը դատարկ ենք թողնելու, ընդամենը կարագ ենք քսելու եւ ամենամեծ շերտով վերենք փակենք ամբողջությամբ։ Շերտ առ շերտ հավաքեցինք արդեն մեր հրաշք փախլավան, հեսա վերջի մեծ շերտն էլ հավաքել, բացելու եմ ու բերեմ ամբողջությամբ ծածկեմ։
ու դնենք թխվելու։ Հեսա պրոցեսը տեսեք վերջի շերտը ինչպես է հավաքվում։ Ցկինք պատառաքաղով եւ նորից անպայման տպտպացնենք։ Այսպես որ արդեն դուք զգաք, որ խմորը արդեն իսկ կպելա նայեք ընկույզի վրա։ Այսպես որ տենակ որ ընկույզը երևում է, պրեսը այծև պետք է պինդ լինի։ Այսպես, հիմա լցնենք էլի կապակը։ Ու սկսեմ տարածել։ Տեսակ առանց ընկույզի արեցի։ Ու խմորը նորից փռեն վրան։ Մոտենում ենք վերջին, համարյա թե վերջին։ Հիմա գնամ խմորը բացելու, վերջի խմորը մեծ չափի 300 գրամանոց գունդն է, որը եսա ամբողջությամբ փակելու ենք փախլավային։ Խմորը շատ պինդ հանկարծ չանեք, պնդի դեպքում շատ չոր կստացվի և շատ կդժվարանաք խմորը բացել։ Այնպես խմոր պետք է ստանաք, որ գրկնակի տակ այսինքն արագորեն բացվի, հեշտ։ Գնացինք վերջնական հավաքելուն, այսպես մի հատ թափահարում ենք, որպեսզի խմորը բերենք իր ամենաանկյունները, այսպես որ փակենք, տեսեք, այսպես խրում ենք, գնում է մինչև վերջ, այսինքն փակում է բոլոր համը, հետո գալիս ենք վերջը, այսպես նորից թափահարում, խմորը բերում ենք իր բերանին համապատասխան և այսպես մատներով խմորը մտցնում ենք մեջը, փակում ենք։ Հիմա բերում ենք այս մի կողքը, տեսեք ինքը ինչ չափի լավ խմոր է, լրիվ, նորմալ չափով փակում է ամբողջ փախլավան։ Ու հետո մոտենում ենք վերջինին, այսպես ու լրիվ խմորը տեղը տեղին հերիք է։ Կելով հասանք մինչև վերջ, տեսակ, այսպես ոնց փակեցինք մեր փախլավան, փակեցինք, նորից անպայման ծակում ենք, բոլոր շերտերում նույն պրոցեսն է, բացի առաջի շերտից, առաջի շերտը չենք ծակծկում։ Ու հեսա կտրելու ենք, նոր դնենք թխվելու։ Ու թխվելու ընթացքում էլ արդեն իսկ մի քիչ որ թխվեց, հանելու եմ դուրս և մեղր լցնեմ արանքները։ Իսկ հիմա կտրենք։ Դանակը ուրեհեք, հիմա կտրում ենք փախլավա։ Դուք ինչ կտորներ ցանկանում եք, կարող եք կտրել։ Այսպես ամբողջությամբ կտրում ենք շերտը, շերտ բաց չենք թողնում, մինչև վերջ իմ դանակը նայեք գնում է, մինչև վերջ։ Դա պարտադիր պետք է կտրեք, թխված ժամանակ չի լինի, ամբողջ շերտերը կփշրվի։ Համել հեշտ է լինում, արդեն փախլավայի կտորները դու ունենում ես, մնում է կտրես ու շարես։ Հիմա կտրում ենք այս կողքը, որպեսզի ստանանք փախլավայանման ձև։ Ինչ չափի կտոր ցանկանում եմ, կտրում եմ։ Կարա կանեք կեսը փոքր, կեսը մեծ, որովհետև կա մեծի սիրահար, փոքրի
Ինչ չափի ուզում եք կտրեք։ Ինչքան լավ էլ կտրվում է։ Վերջացրեցինք, հիմա էլ սենց ձույ եմ քսում, որ դնեմ թխվելու։ Շերտերին սիրուն սենց տեղը տեղին բոլոր ուղությունները ձույ պետք է լինի, որպեսզի սիրուն կարմրի։ Մի հատ ամբողջական ձուն գնում է երեսի համար։ Հələ մի փոքրիկ էլ դաժե պակասում է, դրա համար ես միշտ 2 հատ ձույ եմ կոտրում, ինչ եք ավելանա, օգտագործում եմ։ Ողջությամբ ձուն քսեցինք եւ դնում ենք թխվելու, բայց դանդաղ ջերմաստիճանով։ Շատ դանդաղ, որպեսզի մեջը հասցնի թխվի եւ ցեղ չմնա, որովհետեւ տեսակ թե քանի շերտ ես հավաքեցի ու բոլոր շերտում էլ միջուկ կա, դրա համար էլ մենք պարտադիր փախլավան դնելու ենք 150 ջերմաստիճանով եւ թողնենք այնքան ժամանակ, մինչեւ որ մեղրը կլցնեմ մեջը, հեսա կտեսնեք, կդնեմ, երբ որ տենում եմ արդեն ինքը երեսը ռոզվիացել է, նոր ջերմաստիճանը անում եմ 200 աստիճան եւ թողնում եմ, որպեսզի լավ կարմրի։ Սիրելի հետևորդներ, երբ որ փախլավան արդեն ստանում է այսպիսի տեսք, հանում ենք վառարանի մեջից եւ ավելացնում ենք սենց իրան մեղր, այսենց իրուն նայեք, տարածելով սենց կաման, ինքը աստիճանաբար կտարածվի, այսենց մեղր ենք անում, բարակ շերտով, ինքը ավտոմատ հեսա տա բարակում, տարածվում է ինքը տաքությունից, ամբողջ փախլավայով մեկ, այ այսպես, մեղր ենք անում, որպեսզի քաշի արանքները ու ավելի համով լինի, այստեղ մի քիչ բաց թողնված եղավ, մի քիչ էլ այս մասերում ենք ավելացնում ու դնում ենք նորից թխվելու, որպեսզի լինի լավ կարմիր, արդեն երբ որ լավ կարմիր լինի, նոր կհանենք, բայց պարտադիր կեսից ավելացնելու ենք մեղրը։ Խնդրեմ սիրելի հետևորդներ, արդեն պատրաստվել է փախլավան, հանել եմ, տեսեք ինչ ձև է շողշողում փախլավաս, սիրուն, լավ, նայեք, պլպլան, հիմա ցավոք սրտի չեմ կարող կտրել, որովհետև փախլավան գտնվում է եռման վիճակում, չեմ կարող, իսկ այս փախլավան պետք է մոտավորապես 4 ժամ սառի, որպեսզի կարողանան կտրել, թե չէ շերտերը իրարից կառանձնանա, սիրելի հետևորդներ, տեսեք ինչ հիանալի փախլավա եմ ստացել, վաղը արդեն իսկ, երբ որ ես կկտրատեմ, ցույց կտամ նախ կտրատելու ձևը, թե ինչպես եմ անում ու հետո կկիսվեմ ձեր հետ արդյունքով, սիրելի հետևորդներ, ձեր հետ գոհարներ, որը ձեր շատ է սիրում եւ միշտ սիրելու է, սիրելի հետևորդներ, ուրախ կլինեմ, որպեսզի դուք էլ փորձեք իմ բաղադրատոմսով այս հրաշք փախլավան, համի մասին էլ չկասկածեք, Ստեփանավանում կլինեն լիքը մարդիկ, ովքեր օգտվել են իմ փախլավայից, որը ես պատրաստում էի Ստեփանավանի food court արագ սննդի կետում, որտեղ ես աշխատել եմ բավականին երկար ժամանակ, այնպես որ մնացեք Աստծով, ձեր հետ գոհարներ, ձեզ շատ սիրող, բարի գիշեր։